Պահում է պրոցեսը, ստերով կերակրում աշխարհին իբր խաղաղություն է ուզում, բայց օրը մի անհավանական պահանջ է ներկայացնում ու ձևանում, թե իբր չի լսում արձագանքը հայկական կողմից։ Նա այսօր էլի սեփական գլուխն է գովել, թե Ադրբեջանն իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը լիովին ապահովել է, այդ թվում ռազմական միջոցներով։ Հետևաբար հիմա էլ երկու ոտքը մի մաշիկ դրած Մինսկի խմբի լուծարումն են պնդում։ Նա իր նարատիվն է պատմել։ Ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը լիովին հողվել է անցյալում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում եւ դրա հետ կապված բոլոր ինստիտուտները։ Հայաստանը նույնպես պետք է քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ։ Երևանը հստակ է հայտարարել, որ պատրաստ է այդ գործընթացին, եթե Մինսկի խմբի լուծարումն ու խաղաղության համաձայնագիրը ստորագրվեն միաժամանակ։ Բայց մեկ է, նա չի լսում կամ էլ ձև է անում, թե չի լսում, որովհետև մտքին բոլորովին այլ բան է։ Մասնագետների համոզմունքն է։ Ադրբեջանը սպասողական վիճակում է, որովհետև մտածում է ինչ-որ Օվերտոնի պատուհան կբացվի մի պահ, երբ որ բոլորը խառնեն են, ինքը մտնի իր հարցերը լուծի Սյունիքով։ Ադրբեջանի նպատակը առաջիկա ամիսներին դա է լինել։ Ուղղակի քանի որ այս պայծրությամբ իր ուզած խառնակ վիճակը ոչ Իրանի ուղղությամբ գնաց, ոչ այլ ուղղություններով, օրինակ Ուկրաինա եւ այլն, համար ինքը մի պահ դադարավերցրել, բայց պահում է պատուհանը։ Նա սրտատրով այդ պատուհանին է սպասում հիմա մի քիչ անհանգիստ է։ Թրամփ-Էրդողան հանդիպում է սպասվում մայիսին, ըստ թուրքական մամուլի, անհանգստացած է։ Էրդողանը հոգուտ հայերի մի բան չասի, որքան էլ Էրդողանի գլուխն ավելի շատ մերձավոր արևելքով է խառը հիմա։ Հանկարծ մի բան չխոստանա սահմանի բացման հետ կապված։ Չմոռանա, որ սահմանի բացումն ուղիղ հայ-ադրբեջանական գործընթացի հետ պետք է կապել։ Հիմա Էրդողանի համար գեր խնդիրը դա մերձավոր արևելքն է։ Ադրբեջանի համար խնդիրը, որ Թուրքիան հանկարծ որևէ քայլ չանի հոգուտ Հայաստանի ու իրանք դեն շատ ակտիվ աշխատում են Ադրբեջանին չի գործողությունների չի գնում, որովհետև այս բանը ինքը բացարձակ Թուրքիայի ներկայություն ու աջակցություն չունի, որովհետև Թուրքիայի համար այլ գեր խնդիրներ կան։ Իսկ երբ Թուրքիայի բացարձակ աջակցությունն ուներ եւ 44-օրյա պատերազմից հետո 2020-ի դեկտեմբերին Բաքվում Արցախի դեմ սանձազերծած ագրեսիան էին տոնում, Էրդողանը հայտարարեց. Էնվեր Փաշայի հոգին փառավորվեց։ Հիմա հյուրեթաղում անելով իր աղբյուրներին գրում է, թե ԱՄՆ ցանկանում է ստանալ Թուրքիայի չեզոքությունը, եթե Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունները դրական արդյունքներ չունենան եւ պատերազմ սկսվի։ Նպատակն է թույլ չտալ Թուրքիայի միջամտությունը կոնֆլիկտին։ Միացյալ Նահանգները նաեւ ցանկանում է օգտագործել սիրիական օդային տարածությունը։ Թուրքական լրատվամիջոցը գրում է, թե Միացյալ Նահանգները կարող է խնդրել Թուրքիային չմիջամտել Սիրիայի օդային տարածքի օգտագործմամբ Իրանի հետ հակամարտության դեպքում եւ չեզոքություն պահպանել։ Իսկ հարավկովկասյան հարցեր կլինեն Էրդողան-Թրամփ քննարկման սեղանին դեռ պարզ չէ։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։